Գործող վարչախումբը Գյումրի ընտրություններից մի քանի օր առաջ, ինչպես եւ սպասվում էր, անցավ տոտալ բռնաճնշումների։ Մարտի 27-ի առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբներում, ինչպես նաեւ տեխնացուների հետ առնչություն ունեցող անձանց տներում առավոտից խուզարկություններ են, որոնց արդյունքում կան ձերբակալվածներ։ Այս գործողություններն իրականացվում են նախընտրական քարոզչության նախավերջին օրը եւ ընտրություններից 3 օր առաջ։ Օրվա երկրորդ կեսին իրավապահները տանից բերման ենթարկեցին եւ ձերբակալեցին մեր քաղաքադաշինքի ցուցակը գլխավորող ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն։ Падգամավորի որդին նաեւ դաշինքի նախընտրական ցուցակում է ընդգրկված։ Խուզարկություններին զուգահեռ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, թե վարույթներ են նախաձեռնվել Գյումրիում ընտրակաշարք տալու, ստանալու եւ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ։ Բնականաբար առանց որևէ առարկայական փաստական հիմքի։ Հաջորդ օրը Գրիգորյանի հայրը եւ որդին ազատ արձակվեցին։ Վարչախմբի ռեպրեսիաներին զուգահեռ գործի էր դրվել իշխանական ողջ քարոզչությունը եւ ադմինիստրատիվ ռեսուրսը։ Մասնավորապես մարտի 28-ին ՔՊ-ի կազմակերպած սակավաթիվ հանրահավաքին եկել էին Երևանից, Ամասիայից, Արթիկից, Ախուրյանից եւ Թալինից, վերջինիս համայնքապետի գլխավորությամբ։ Տեղեկություններ էին տարածվում, որ Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի համայնքային աշխատողներին հրահանգված է ոչ միայն ներկա լինել Գյումրու թատրոնի շենքի մոտ, ՔՊ-ի ամփոփիչ հանդիպում համերգին, այլ ամեն համայնքային աշխատող իր հետ պետք է բերի եւս 3 մարդու։ Կադրերում նաև երևում է, որ բազմաթիվ մարդիկ Երևանից եւ այլ տեղերից էին եկել Գյումրի։ Տեղում էին նաև տարբեր պաշտոններ զբաղեցնող ՔՊԱ-կաններ, ովքեր իրենց բուն գործառույթները թողած եկել էին հանրահավաքի։ Մասնավորապես այնտեղ էր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, Նիկոլ Փաշինյանի առերողակարգային սպասարկման աշխատակիցներից մեկը, Թալինի ղեկավար Տավրոս Սափեյանը, ՔՊԱ-կան падգամավոր Վահե Ղալումյանը, կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը եւ այլք։ Ինչևից է, պետք է փաստել, որ առհասարակ ի հեճուկս ՔՊԱ-կան ողջ ռեպրեսիվ եւ վարչական քարոզչական մեքենայի գործուն ջանքերի իրենց տեխնացուի Սարիկ Մինասյանի նախընտրական արշավը լիովին տապալված է։ Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենա քվեարկությունը եւ գյումրեցին կասի իր խոսքը։ Իշխանությունը ճանաչել է Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Դուք լսել եք պարոն Ղազարյան։ Պարոն Ղազարյան, դուք լսել եք։ Ես շատ բան եմ լսել։ Դուք լսեք։ Դուք լսեք Նիկոլ Փաշինյանը։ Ես վերջին անգամ ասում եմ, չեմ ասում։ Վերջինը, ուլտիմատումներով մի խոսեք։ Ես ուլտիմատում, ես խնդրում եմ ձեզ։ Հարգեք դիմացիներին։ Ես խնդրում եմ կպատասխանեք իմ հարցին, որպես լրագրող։ Ոչ, ես ձեր հարցին չեմ պատասխանում։ Դուք կարող եք գալ ինձ հյուր չեկաք։ Ես կպատասխանեմ։ Փաշինյան Նիկոլը լսել եք, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։